Բարև բոլորին, բարև այն մարդկանց, ովքեր որ սիրում են գործել հելունով, շուղերով, ինչով որ դուք ցանկանում եք։ Այս ալիքում կարող եք գտնել եւ հելունագործություն եւ շուղագործություն, ով ինչ որ նախընտրում է իհարկե։ Այսօր ուզում եմ ցույց տալ այս նախշը, ինքը հետաքրքիր սրտեր է։ Ուղղակի գործել եմ հաստ թելով, բայց բարակ հելունով, դրա համար ինքը մի փոքր այստեղ բարկած եմ, բայց ինքը հիմա մենք կգործենք մեկ այլ թելով, այստեղ արդեն իրանք այսպես պետք է կանգնեն, մի տեսակ, այսպես սրտերի նման են, շատ հետաքրքիր, կարող եք գործել յուբկա, կարող եք գործել ժակետներ, գլխարկ, ինչ-որ մի դետալ, օրինակ այսպես փոքր գրպան, ինչ-որ մի բանի վրա, որպես նախշ։ Մանկական իրերին էլ կարող եք օգտագործել, նայեք, այսպես բարկած դիրքը ինքը այդպես սրտաձև է։ Եվ նախշը բաղկացած է 3 օղակից պլյուս 2 սիմետրիայի համար։ Ես կգրեմ վերևում եւ ընդամենը 2 շարք է այստեղ 1 2։ Այստեղ 1 2 1 2, այսպես։ Դե անցնենք արդեն գործելուն, գործել եմ երկրորդ համարի հելունով։ Սա հաստ է, այս թելը պարտադիր չի ցույց տամ, հիմա կգործեմ արդեն այս մյուս թելով։ Սա 50 գրամ բամբակ է, 50 գրամ ակրիլ, բարակություն էլ ասել, այստեղ 50 գրամը 143 մետր է, բավականին բարակ է ինքը։ Դրա համար որոշել եմ սրանով ցույց տալ։ Հավաքում ենք 3-ի բաժանվող յուրաքանչյուր թիվ։ 1 2 3 1 2 3 2 3 Մեկ հատ էլ, և 2 սիմետրիայի համար։ Հիմա այստեղից պահում եք և հավաքում եք 4 օղակ, 1, 2, 3, 4 և գործում եք ոչ թե վրայից, այլ այս հետևի թելիկներից։ Հիմա գործելու ենք մենք այս հետևի թելիկներից։ 1 օղակ, հաշվում ենք 1, 2, երրորդից, 1 օղակ, նույն անցքից ևս 1 թելով սյուն, 1 օղակ, հաշվում ենք 1, 2, երրորդից գործում ենք, 1 օղակ, նույն անցքից ևս 1-ը, 1 օղակ, 1, 2, 3, երրորդից նորից գործում ենք 1 թելով սյուն, 1 օղակ, ևս 1 թելով սյուն, կրկին 1 օղակ, գործում ենք, հաշվում ենք 1, 2, երրորդից գործում ենք, 1 օղակ և ևս 1-ն էլ, ընդհանրապես ձիգ եմ գործում, բայց այս անգամ մի քիչ թույլ եղավ, ևս 1 օղակ, այստեղ հաշվում ենք 4 հատ է մնացել, ձեզ մոտ ևս պետք է վերջում 4 հատ մնա, 1, 2, երրորդից գործում ենք 1 թելով սյուն և երկրորդը ևս գործում ենք 1 թելով սյուն, եթե նկատեցիք մենք ևս էլի սկսեցինք այդպես 2 թելով սյուն, 2 թելով սյուն, բարձրանում ենք 1, 2, 3,
պտտեցնում ենք աշխատանքը, հենց անմիջապես երկրորդից, սա բաց ենք թողնում, սա է, երկրորդից գործում ենք 1 թելովսյուն, 1 օղակ և պտտեցնում ենք 1, 2, 3 և հիմա որտեղից ենք գործում, մտցնում ենք հելունը, այսպես մտցնում ենք, այստեղից հանում և գործում ենք այստեղ 1, 2, 3, թելը լավը չի, 2, 3, 1, 2, 3 և 4 ուղում ենք հետո անպայման, սա մի փոքր խճճվել, ովքեր որ նոր են գործել, սկսում գործել, դեռ կարող եք խճճվել, դուք նայեք այստեղով, որտեղից որ սկսել եք և այս անցքից, նայեք այստեղ գործել ենք 1 սյուն, 1 օղակ ևս 1 սյուն, այստեղից այս անցքից գործում ենք 1 և 2 թելովսյուն, ստանում ենք սա, պտտվում ենք հետաքրքիր, 1 օղակ, 1, 2, 3, անցնում ենք հաջորդին, ևս այստեղից մտցնում ենք, այստեղից հանում, 1, 2, 3 և 4 կրկին ուղում ենք, անպայման ուշադրություն եք դարձնում, որ ուղեք և այստեղ ևս տեսնում ենք 1 սյունն է, 1 օղակ, 1 սյուն, այս օղակի ներսից գործում ենք 1 թելովսյուն և 2 թելովսյուն, նայեք իրանք ինչքան ուռած են լինում, 1 օղակ, 1, 2, 3, անցնում ենք հաջորդին ևս էլի, վերցնում ենք այստեղ, գործում ենք 1, մազմզուկները շատ են, 1, 2, 3 և 4 վերադառնում ենք այստեղ, թել ենք վերցնում և գործում ենք 2 թելովսյուն, կրկին 1 օղակ, 2, 3 թել ենք վերցնում, կրկին գործում ենք սա, 1, 2, 3 և 4 հետ ենք վերադառնում և այստեղ գործում ենք 1 և 2 թելովսյուն, 1 օղակ ենք անում և անցնում ենք վերջին այս երկուսին, սկզբում 1, սա, հետո երկրորդը, այստեղից, ստանում ենք նման գործվածք, այ սխալ տեղից եմ արել, լավ ոչինչ, ես քանդեմ ուղեմ, որ նախշը սիրուն լինի, այստեղից պետք է գործեի, շատ եմ գնացել հետ, ուղղեցի, հիմա արդեն անցնում ենք հաջորդ շարք, 1, 2, 3 օղակ ենք բարձրանում, պտտեցնում ենք աշխատանքը, ևս այստեղ գործում ենք մեր երկրորդը, հիմա մի փոքր բարդ է, այս շարքում արդեն մի փոքր բարդ է լինում, ովքեր որ իրոք նոր են գործում, կարող եք դանդաղեցնել, եթե ցանկանում եք գործել, որպեսզի ճիշտ հասկանաք, 1 օղակ, 1, 2, 3 և այստեղ աշխատանքը պտտեցնում ենք ուղիղ երեսը, այստեղ որ տեսնենք սա,
Այստեղ գործել ենք 2 սյուն։ Կրկին արանքից գործում ենք սա, մտցնում ենք այստեղ, նայեք ոնց որ գործվածքը այսպես պետք է գործենք, բայց մենք պտտեցնում ենք, մտցնում ենք այս երկուսի արանքը, ինչպես որ առաջին շարքում էր, և շարունակում ենք գործել 2, 3, 4, բայց հետո արդեն պտտեցնում ենք մեր ճիշտ կողմը և այստեղ մենք ունենք 2 սյուն, 2 սյան արանքից գործում ենք 1 օղակ, անպայման և ևս մեկն էլ, շարունակում ենք 1 օղակ, 1, 2, 3, պտտեցնում ենք աշխատանքը, այստեղ տեսնում ենք, որ պտտեցնում ենք, այստեղ մենք գործելու ենք այս երկուսի մեջտեղից, հետո այսպես մտցնում ենք հելունը, մի փոքր բարդ է, բայց ընդհանրապես բոլոր բարդ նախշերը իրենք բարդ կառուցվածք ունեն, դրա համար էլ շատերը չեն կարողանում գործել։ Եվս հետ ենք վերադառնում, նայեք այստեղ ինքը կանգնած է, գործում ենք այստեղ 1 թելով սյուն, 1 օղակ, նույն անցքից ևս 1 թելով սյուն, նայեք այստեղ արդեն ինքը մեզ մոտ նախշը պետք է ձևավորվի միշտ ուղիղ երեսից, հետևում ոչինչ չունենք մենք։ Եթե ուզում եք 2 կողմանի լինի, ապա այդ դեպքում կարող եք այս մյուս երեսից անել, բայց պետք է հասկանաք, որ ինքը միշտ այսպես է լինելու, այս մյուս կողմը, իսկ պտտեցնելու եք այս մյուս կողմն է այս սրանք լինելու։ Եթե ցանկանում եք այսպես սրտաձև լինեն, ապա պետք է պտտեցնեք ամեն անգամ և ուղիղ երեսը գործեք։ Կրկին 1 օղակ, 1, 2, 3, պտտեցնում ենք, այստեղ սա մեծն է, կողքը 2 օղակն է, 2 սյունն է, մտցնում ենք արանքից, այնպես կարող մատերով մի փոքր իրեն բացել, 1, 2, 3, 4, և նայեք ինքը ինչ վիճակ է լինում այս պահին, թել եք վերցնում և իրեն ուղում եք ընդամեն այս նախորդ 2 սյուներն են, ուղում եք ընդամենը, գործում եք 1 թելով սյուն, 1 ուղիղ, 1 օղակ, 1 թելով սյուն, նայեք այստեղ այսպես ինչ-որ կարող եք բավականին դանդաղեցնել, YouTube-ը ունի այդ հնարավորությունը, դանդաղեցրեք, դանդաղ նայեք, 1 օղակ, 1, 2, 3, հաջորդը, այստեղ մենք արդեն գործել ենք սա, հաջորդը, պտտեցնում ենք, մտցնում ենք երկուսի արանքից, որ ձեր ձեռքում լինի գործվածքը, արդեն ավելի պարզ կերևա դա ձեզ։ Պտտեցնում ենք, չենք պտտեցնում, այս կողմից ենք պտտեցնում։ Ընդհանրապես, եթե վարժ գործող եք, կարող եք հենց այսպես անել, օրինակ նայեք, այս դեպքում ոչ թե պտտեցնում եք հատուկ մտցնում, այլ 1, 2, 3, այսպես եք անում և այստեղից հենց հակառակ կողմից, այսպես գործում եք, 1, 2, 3, 4 և ուղում եք արդեն իրեն, գործում եք 1 թելով սյուն, 1 օղակ, 1 թելով սյուն և հետո 1 օղակ եք անում, այստեղ ավարտում եք 1 և երկրորդ թելով սյունը։ Այսպիսի տեսք ունի հետևից, այսպիսի տեսք ունի դիմացից։ Ինձ թվում է այսպես ավելի լավ կերևա,
Եվ հետո կրկին գործում եք առաջինը, երկրորդը, առաջին, երկրորդ։ Հիմա մի փոքր էլ առաջինից գործեմ։ 1, 2, 3, պտտեցնում ենք, արդեն նախշի դիմացն ենք գնում, գործում ենք երկրորդը, այստեղ անպայման, 1 օղակ, չենք մոռանում, 1, 2, 3, և այստեղից ևս էլի տեսնում ենք, այս անգամ գործում ենք դիմացից։ Պտտեցնում ենք և էլի գործում ենք, շարունակում ենք գործել այս հետևից։ Մի փոքր ինքը դժվար է, էլի եմ ասում, 1 օղակ, այստեղ չենք մոռանում, որ գործվածքը ձեր ձեռքում լինի, բավականին այստեղ կհեշտանա։ Եվս էլի շարունակում ենք, այս շարքը գործեմ, դեղ ավելի հեշտ էր, 1 օղակ, 1, 2, 3, կրկին գալիս ենք, այստեղ տեսնում ենք 1 սա է, 2-ը սա, արանքից գործում ենք, 1, 2, 3, 4, կրկին ուղում ենք գործվածքը, այստեղ, և որ նայում եք, հետևում ընկնում է այդ երկու սյուները։ Մեկ օղակ և երկրորդը։ Միայն առաջինի դեպքում ենք, որ չենք գործում օղակը։ Այսպես պետք է տեսքում ունենա։ Ինձ թվում է սրանով պայուսակել շատ հետաքրքիր կլինի, որովհետև պայուսակի թելը բավականին ինքը սարդ է և այս պահերը բավականին սարդ կերևան։ Ովքեր կգործեն, ինձ ուղարկեք ինստագրամով։ Եվս 1 օղակ, 3 թել ենք վերցնում և այստեղ եվս մեջից գործում ենք 2, 3 և 4։ Մեկ օղակ և ավարտում ենք, 1 և 2։ Հետևում ամեն ինչ մաքուր է, դիմացը հետաքրքիր ուռած պահեր։ Այսքան այս անգամ գործեք սիրով, սովորեք նոր նախշեր, որովհետև ինչքան նախշը ավելի հեշտ է, այնքան գործվածքը ավելի հասարակ է երևում։ Որքան նախշը ավելի բարդ է և դժվար է դա կրկնօրինակել ամենաառաջինը, երկրորդն էլ գործվածքը ավելի շքեղ է երևում և յուրօրինակ, ոչ թե ինչ էլ որ գործեք, ոչ թե օրինակ ստանդարտ ինչ որ գործվածքներ, որ բոլորն են գործում։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք։